Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ քաղաքական հասարակական գործիչ Մանուել Մանուկյանի հետ։ Բարև ձեզ Մանուել։ Բարև ձեզ։ Ընտրություններից հետո սա մեր առաջին զրույցն է, վերջինը ընտրություններից առաջ էր։ Ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում այս ընտրությունները, սրանք ազնիվ թափանցիկ ընտրություններ էին։ Միանշանակ սրանք ազնիվ թափանցիկ ընտրություններ չէին, եթե այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չլիներ կոնկրետ արևմտյան մի շարք ուժերին ծառայող անհատ, պատկերացրեք այսօր ամբողջ Հայաստանը ողողված էր լինելու տեղեկատվական մեծ արշավով, որ այս ընտրությունները ոչ լեգիտիմ են, բազմաթիվ ընտրակեղծիքներ, բազմաթիվ արևմտյան դեսպանատների դատապարտումներ եւ անգամ այն, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել 51+-ը հաղթահարել, սա խոսում է նրա լեգիտիմության մասին, այդքան նկարչություն արեցին, այդքան ճնշումներ, այդքան պետական լծակներ, ռեսուրսներ եւ չկարողացան այդ թիվը գոնե 51-ը անցկացնել։ Սա խոսում է նրա մասին, որ այո, ժողովրդի մի մեծ մաս չի քվեարկել, ավելի շատ մասը չի քվեարկել Նիկոլի օգտին։ Ավելի քիչ մասն է քվեարկել եւ լեգիտիմություն, երբ որ ասում ենք, սա նկատի ունենք եւ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի հայ ազգի մեծամասնության անունից հանդես գալու, քանի որ այդ 51+-ը չի հավաքել։ Ընտրական բաներ են փոխել, չգիտեմ ինչեր, այդ ձևով կարողանում են այո վերընտրվել, բայց դա էլի արդար չի եւ նրանք շարունակում են ասենց իրենց աթոռը պահել, այո, դա հասկանալի է, այստեղ բարգավաճի դեների վրա են ուզում գողանալ, սենց ընկել են այս բաների հետևից, բայց հասկանում ենք, որ այս աշխարհաքաղաքական մարտահրավերների հետ մեկտեղ այս լեգիտիմությամբ իշխանությունը թեկուզ զորով ընտրվի է, հաստատ երկար չի գնալու։ Բյուջեն թալանել են 8 տարի, փող չկա։ Արևմուտքը փող չունի, քանի որ Ուկրաինայի հետ կապված լուրջ պատերազմների մեջ է, արևմուտքում եւս մեծ փողի կարիք կա, ինչ որ փշրանքներ կարող է ուղարկեն եւ Թուրքիան էլի խափում է, Թուրքիայի հետ կապված էլ ինչ որ եսի մինչև տեղի չեն ունենալու, Ռուսաստանի հետ իրավիճակը ավելի են վատացրել, օր-օրի սահմանափակումները մեծանում են եւ այս իրավիճակով պետությունը թե ոնց են շարունակելու կառավարել, դա իրենց դեմքից եւս կարծում եմ պետք է մեր ժողովուրդը հասկանար, որ նրանց վիճակը ծանր է։ Մարդկանց թոշակ են բարձրացրել, հիմա այնպես չստացվի էլի, 2 ամիս բարձրացրին, հիմա դառնան ցածրացնեն, այդ ինչ դուրս կգա, այսինքն այդ տիպայելն էլ է դժվար, չէ՞, մենք մատ որ հաշվարկ ենք անում, տեսնում ենք ինչ թվերի հետ գործ ունենք։ Ընտրություններին պոպուլիստ խոստումներ տվեցին, այս արեցին, այն արեցին, տեսանք։ 3 արդեն աքսիզային այնտեղ հարկեր, մարկեր, ամեն ինչ սկսել է թանկացնել։ Ու էսի շարունակվելու է մեր ժողովուրդը, նաև նրանք, ովքեր ուրախանում են, նույն նիկոլականները, ծանր ձևով զգալու են հետևանքները իրենց վրա։ Եվ սրա մասին մենք բազմաթիվ անգամ մարդկանց տեղեկացրել ենք, իրազեկել ենք։ Ես վստահ կարող եմ ասել, որ նրանք ընտրակեղծիք արել են, բայց ինչու՞ չէ կարող եմ ասել, որ մի 20-ից 30% նաև գնացել քվեարկել են, ինչ որ ճիշտ է, բայց այն որ իրենք անգամ 49% չեն հավաքել, դա հաստատ կարող եմ ասել։ Նաև կարող եմ ասել, որ այո, նրանց օգտին քվեարկող հայեր դեռևս կան։ Այսինքն չեն հաղթել, ձեր կարծիքով չեն հաղթել։ Միանշանակ չեն հաղթել, միանշանակ։ Լեգիտիմության առումով չեն հաղթել, ընտրակեղծիքներ արել են։ Ես իմ էջում, այնտեղ տարբեր ուժեղ Հայաստան իրանց էջերում բազմաթիվ փաստեր են հրապարակել, ու երբ որ արևմտյան գործակալները հայտարարություններով են հանդես գալիս, թե օպերատորի քունը տանում էր սխալա մուտքագրեր, չի կարող ասենք օպերատորի քունն են ստանի, որ 136 ձայնը, ասենք 0 մուտքագրի։ Այսինքն վրիպակները մենք կարող տրամաբանորեն տարբերենք իրական կեղծարարությունից։ Այնպիսի թվեր են խախտվել, որ ասենք դա փաստացի ֆակտ երևում է, որ կեղծարարություն է տեղի ունեցել։ 2-3 օր շարունակ զինվորների մինչև 11 անց քվեարկության մասին գոռում էինք, իրանք չէին լսում։ Երբ որ իրանց պետք եղավ, նոր սկսեցին լսել,
ու այն տեղամասերը, որտեղ Ծառուկյանը շատ քվեր հավաքի, այդ տեղամասերի քվեարկությունը դարձնել անվավեր։ Այսինքն ԿՊՆ-ն իր այն պրոպագանդիստների բերանով հայտարարեց, թե բա 1224 ձայն ինչ ԿՊՆ կորցրեց, բայց այդ ձայնի հետ մեկտեղ նաև այդտեղ Բարգավաճը ձայն կորցրեց, որը դրա պատճառով կարա չմտնի խորհրդարան, եւ Բարգավաճի 60,000 ձայնը հոդս ցնդի, հոդս չի ցնդի, կֆռա կգա ամենաշատ, քանի որ ԿՊՆ-տարի ամենաշատ 30,000, այսպես ասած, ձայն կգա ԿՊ-ին, այսինքն 1200 ձայն ժերծվա տվեցին, 30,000 ձայն մյուս կողմից եկավ իրենց։ Այս շուստրիները իրանց այս բջություններով փորձում են մոլորության մեջ գցել մեր ժողովրդին, մտածելով ժողովուրդը հաշվար չգիտի ժողովուրդ ջան, իդեպ նրանք են այդ ընտրական փոփոխություններ իրականացրել, որ այդ չհաղթահարած ձայները գնան ու բաշխվեն ըստ ամենաշատը տարած տոկոսների, այսինքն ամենաշատը ԿՊՆ տարի, ամենաշատը Բարգավաճի ձայներից գնա ԿՊ-ին, հետո նոր Սամվել Կարապետյանից, հետո նոր Հայաստան Դաշինքին։ Իրենց սա ձեռա տալիս, դրա համար իրենք իրենց 1200 ձայնը ժայռտվա տվեցին։ Բայց դրա հետ մեկտեղ նաև շարունակում են իրենց նկարչությունը եւ ամենազավեշտը գիտեք որն է, որ նախընտրական քարոզարշավին արտաքին ուժերի օգնությանը դիմեցին Մակրոնի, Զելենսկու, որոնք թշնամի են Ռուսաստանի հետ, բերեցին, գնացին Գյումրի, հիշում եք, կոնկրետ մասնակցեց Մակրոնը Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին, սա ծրագրավորած էր, եթե կասեն դա պաշտոնական այց էր, կարային ասեն, այստեղ նախընտրական process-ներ է, մեր ներքին հարցն է, արտաքին որևիցե գործոն չենք հրավիրում Հայաստան, Մակրոնին չենք սպասում Հայաստանում, թող վերջանա այս ընտրական բաները, որ վաղը չասեն Մակրոնը եկավ խառնվավ։ Հիմա ինչ, մենք էլ Պուտինին հրավիրենք, ասենք սարքենք մեր երկիրը արտաքին ուժերի բախման կետ, հա? Այդ են իրենք, ու այսօր էլ իրենք ասում են արտաքին ուժեր, հա արտաքին ուժեր, արտաքին ուժերին կոնկրետ Մակրոնին բերել եք ձեր քարոզարշավին մասնակցել է, հելել է Նիկոլին գովքն է արել ընտրություններից 10-15 օր առաջ։ Սա արտաքին ուժերից օգտվել է, թե չէ։ Այսինքն իրանք են Հայաստանը դարձրել արտաքին ուժերի գործիք։ Փաստեր եմ ես ձեզ ներկայացնում։ Ես Պուտինին կանչել եմ, ասել արի գով կարա Հայաստան Դաշինքի։ Լսած կաք Պուտինը մի անգամ այս քարոզարշավի ընթացքում ինչ որ մի քաղաքական ուժի գով կանի։ Բայց Մակրոնը եկավ արեց Նիկոլի գովքը գնաց։ Սա ի՞նչ է, քարոզարշավ չի։ Իսկ այդ բանը կարծես թե չի շնորհավորել Պուտինը։ Միանշանակ, բա Պուտինը ինչի պիտի շնորհավորի, երբ որ իրանք բերել են Պուտինի թշնամուն, ընտրություններից առաջ այստեղից հոխորտացել է Պուտինից հասցեին։ Հիմա քցնում են Ալեն Սիմոնյանը գնում է ռուսների դեսպանի հետ, ցենց քիփ նկարվում է, Նիկոլը ինչ որ անինքնասերի պես Պուտին իրան չի շնորհավորի, ինքը նորից շնորհավորում է Պուտինին։ Մարտիկ ախպեր ջան, ուղիղ ասել են ընկեր, որոշում կայացրու, արևմուտք թե Ռուսաստան, Նիկոլը Պադոշի պես եկել է, էլի ասում է, չէ, երկուսիդ հետ էլ ուզում եմ քնեմ։ Արա ասում են չի ելնում, ընկեր ջան, չես կարա քնես համ Ռուսաստանի հետ, համ արևմուտքի հետ։ Գնացեք, լավ որոշեք, ուզում եք արևմուտք, ընկեր, թողենք գնացեք արևմուտք, քաղաքակիրթ ձևով ձեզ թողենք։ Քիլս երկու աթոռին էլի ուզում նստես, կամ հելի Պուտինի դեմ, կամ հելի արևմուտքի կողմ, մարդիկ ասում են տեղ չկա ընկեր, այն 30 տարվա իրավիճակը պրծել է։ Չես կարում դու մենակով որոշում կայացնես, դիր հանրաքվե ժողովուրդը թող որոշի, որ վաղը հետևանքների համար նույն ժողովուրդը պատասխան տա, որ դու չընկնես ուդարի տակ, Նիկոլ։ Բախի չես դնում, արա դու ով ես, քանի գլխանի ես, որ քեզ գերությունները մարդիկ բացատրում են, ընկեր չի լինում, երկու լարի վրա էլ խաղալ չկա, պրծել է այդ ժամանակը, պրծել է, Եվրոպան թշնամի է դառել ռուսների հետ։ Պետք է որոշես։ Քեզ Զելենսկին է շնորհավորում, քեզ Մակրոնն է շնորհավորում, դու կպել ես դրանց պոչից, դու դրանց բերում ես Հայաստան, Հայաստանից մեր դաշնակցի հաշվին անկապ խոսում են, բա դրանից հետո ինչ եք ուզում, գիշեր ցերեկել նստած չեք քնում, գիշերները սպասում եք Պուտինը պետք է ձեզ շնորհավորի, այդ իրանով լեգիտիմացնեք ձեր ընտրությունը, վաղն էլ հելնեք նույն Պուտինի դեմ, հելնեք ասեք
Պուտինը, որ կանգնի վաղը ասի Նիկոլ դու լեգիտիմ ղեկավար ես, ասես բա որ լեգիտիմ չեմ, ոնց դու ինձ շնորհավորեցիր մի ամիս առաջ օրինակ։ Իրանք սա են ուզում փոկեն Պուտինից, վաղը ֆռսնեն դա օգտագործեն Պուտինից դեմ։ Իրանք Պուտինի շնորհավորանքով իրանք դարձնեն լեգիտիմ։ Ընտրություններից հետո թվում էր թե իրավիճակը ավելի կհանդարտվի, բայց կարծես թե հակառակ պրոցեսն է, օրինակ ամբիոնի վարիչի համար ներողություն, հա, ամբիոնի վարիչի համար, ասենք, արտասահմանյան գրականության ամբիոնն են փակում, ինչ որ Լոռու մարզի գյուղերից մեկում գյուղապետը Հայաստան դաշինքին ընտրելու համար բռուն քաղաքացուն ծեծում են համայնքապետարանում։ Տարբեր ձեր էջի վրա էլ կարծեմ հարձակումներ կա, ինչ որ ԿՊԱ-կան համակիրներ են հարձակվում։ Կարող է բռնաճնշումների նոր ալիքա սկսվի, ինչ կարծիքի եք։ Ալեն Ղևոնդյանի դեպքը ի դեպ։ Միանշանակ կա, բայց դա ինչ որ բան իրենից չի ներկայացնելու, դա ավելի շատ Նիկոլին դնելու ավելի վատ իրավիճակում, որովհետև էլի եմ ասում, հաշվի առնելով արտաքին ճնշումները ու ինքն էլ ներսում գեներացնում է դե մեկին որ բռնես ծեծես, այն մյուսի աղբերը, հորող պորտղեն չի, արդեն սկսել է լարվածություն։ Այսինքն այս ներքին լարվածությունը իրանք իշքան փորձեն սենց հրահարել, այնպես չի ԿՊ-ին դա օգուտ է լինելու։ Մեկի ոտը տրորես, այն մյուսն էլ քո ոտն է ուզելու տրորել, դա տենց բան չեն էլի։ Ու իշքան ճնշեն։ Իրանք 4 կողմից կեղտի մեջ են։ Հա, այն մեկին գործից հանեցին, ինչ, դրանից ինչ է դուրս գալու։ Քանիսին հանեն։ 800,000 մարդ իրանց չի քվեարկի, ինչ հիմա պետք է բոլորին գլխատեն, գյուլեն, ինչ են ուզում անեն։ Այդքան մարդ ու կարան ինչ պետք է անեն։ Հիմա հասկանում եք, ես հասկանում եմ իրանց համար ծանր է։ Բայց դա է, իրանց լեգիտիմությունը, որ ասում ենք ընկել է, իրանք դա չեն հասկանում։ Այտենց բան անելով չի։ Ասենք իրա դիմացիները այտենց լուրջ ուժեր են, չէ՞, վերջի վերջո լուրջ ժողովուրդ կա, հիմա ընկել է Ծառուկյանին է կպրշկե այնտեղից, ինչ պետք է անի։ Վերջը լավ, ուր պետք է գնա, ինչև այտենց ուր է ուզում գնա։ Թպրտում են, հասկանում եք, իրանք սենց իրանց այն ճիքերն են գործադրում։ Բա դրա համար ժամանակին որ ասում էին կարա ապր-ցպր մի խոսացեք, ասում էին 65% Նիկոլը մխելու է։ Բա ուր է։ Ասում էր Նիկոլը 300,000 հայ, եթե ինձ դեմ դուրս գա, ես հրաժարական եմ տալու։ Բա ուր է։ Բան չես սուտ խոսացել։ Այո, իմ վրա էլ հարցակում, կեղծ նկարներ, կեղծ բաներ, կեղծ հայտա, բայց ին վեճինն է։ Ինձ շատ հետաքրքիր է։ Ինչ ուզում անեն, հասկանում եք, իրանք կարան ինչ որ թույլ հոգեբանորեն թույլ մարդկանց վրա ազդեցություն գործադրեն իրանց լպյրշությամբ, իրանց պղծությամբ, բայց իմ նմանների վրա ես վստահում եմ չեն կարա։ Դա բան չի փոխելու, գիտեք ինչի, որովհետև մարդիկ ինձ ինչ որ fake էջերի գրած կոմենտով կամ տարածած նկարով չի որ պետք է ճանաչեն կամ հարգեն կամ չհարգեն։ Ասենք fake էջեր բացել են իրանցից դուրս բաներ են գրում, պղծություններ, պիղծ բառեր, ասենք դրանով ինչ, ինձ կարացան վարկաբեկին։ Գորոն ջան, ասենք մարդը կարդում է, հա, մարդու նկարը վերցրե, մոնտաժն արե, բան են տարածում։ Հիմա այդ ինձ վերաբերական է, իհարկե չէ։ Կամ մյուս մարդուն, այն մյուսին։ Հասկանում եք, ես մարդկանց չեն կարող իրանք դնեն դեբիլի տեղ։ Չեն կարող այս պղծություններով մարդկանց բերան փակեն, մարդկանց գցեն ազդեցության տակ, մարդկանց երկիրը հանձնեն նորից։ Ասում է խաղաղություն է գալու, էսա գալու, այնա գալու, դե թող դնեն աշխատեն, մարդկանց ապահովեն այդ ամեն ինչով, ինչ են անկապ սրան են կպնում, նրան են կպնում։ Ծառուկյանի ձեները բարի սուղիղ իմաստով տանում է։ Տանում է մարդու վրից, մարդը 60,000 ձեն է հավաքել։ 200 ձենի պատճառով ասում են չես կարող մտնես խորհրդարան։ Եվրոպացիները ծպտուս չեն անում, քան լռություն։ Արա չեն ասում, ախպեր։ Այդ իշխանությունն է եղել այդ ընտրության պատասխանատուն ու այդ իշխանության կողմից է այդ ընտրախախտումը տեղի ունեցել, որովհետև զինվորականները ենթարկվում են իշխանությանը։ Իսկ ընտրատեղամաս գնացել են զինվորականները, քվեարկել են զինվորականները ու այդ զինվորականների պատճառով է անվավեր ճանաչվում այդ տեղամասի արդյունքները։ Այսինքն իշխանության պատճառով Ծառուկյանը դուժում է, իշխանությունը ընդեղ էլի օգտվում է։ Այս պարագայում, այս իրավիճակում պետք է այդ իշխանության ձեներն էլ տվեցվեր ընդդիմադիրներին, որովհետև խախտումների պատասխանատուն իշխանությունն է։
Հասկանում ես, իշխանությունն է այդ խախտումը հրահրը, իշխանությունը պետք է այնց աներ, որ այդ տեղամասերում այդպիսի խախտումներ տեղի չունենար, բայց կոնկրետ իր ձեռքով այդ խախտումը տեղի ունեցավ եւ սա փաստ է։ Ընդդիմությունն է տարե զինվորներին քվյարկել տվել մինչեւ 11:30։ Եթե ընդդիմությունը արած լիներ, հա ընդդիմության ձեները թող վերցնեին։ Հաջորդ հարցը, որ շատ է քննարկվում, ընդ որում նաև տարբեր ոչ իշխանական համենայն դեպս ուժերի կողմից ընդդիմությանը այսպես կարծես ձեռ առնելով, մեղադրելով ասում են, այսա մանդատները կվերցնեն կամ մի վերցրեք։ Հիմա այս մանդատների հարցը ինչ պետքա լինի, պետքա վերցնել, չպետքա վերցնել, փողոցային պայքար պետքա անել, չպետքա անել, ինչ եք կարծում։ Հիմա մանդատները այստեղ ինչքանով են էական, ասում են լավ, վերցնում են, լեգիտիմացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Հիմա ինչա տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է կարողանա արտաքին մարտահրավերները հաղթահարել։ Մարդիկ այս դրսի իրավիճակը չեն տեսնում, մենակ երկրի մեջ են տեսնում։ Երկիրը փող չունի, հասկանում եք, բյուջեն թալանել, լափել են, այս 8 տարվա մեջ դատարկել են։ Երկիրը պետքա շարունակի ղեկավարվել, ոստիկաններին պետքա փող տա, որ քամակը պահեն, մարդկանց թոշակները պետքա տա, մարդկանց աշխատավարձերը պետքա տա։ Այս իրավիճակը պետքա կարողանա հաղթահարի։ Եվրոպան էլ փող չունի, հասկանում եք, չի կարա տա։ Զելենսկին այնտեղից է ուզում, հիմա Նիկոլն էլ ռուսներից որ երես թեկեց, պետք է էլի չոքի Եվրոպայի բգին ասի փող տուր։ Թուրքերից պետք է ուզի, թուրքերը իրան փող կտան։ Ինչի պետք է տան, չեն տա։ Երկիրը որ համաձայնվի հանձնել բացահայտ Էրդողանին, կարող է սկզբի 1-2 տարին տան։ Բայց այդպես բանել որ անի, հայ ազգը կարող է այդ ժամանակ նիկոլականներն էլ զարթնեն։ Այս իրավիճակն է, մանդատները վերցնել չվերցնել, այդ ամեն ընդդիմադիր ուժ ինքը պետք է որոշի, բայց շատ բան կախված է ամենաշատ քվե տարած ընդդիմադիր ուժից։ Հիմա օրինակ, եթե Հայաստան դաշինքը չի վերցնում, 10-12 մանդատ ունի։ Ասենք օրինակ վերցնում է ուժեղ Հայաստանը։ Հիմա ինչ Հայաստան դաշինքը մենակ ասենց ելնում է իր 10% տարած ձենով ինչ անի։ Այստեղ ընդդիմության համախմբված գործելա ոչ է պետք։ Նույն Ծառուկյանը, Հայաստան դաշինքը, ուժեղ Հայաստանը, հասկանում եք, իսկ այստեղ ավելի շատ իրավունք ունի եւ թելադրողը, մենք արտարության կողմնակից ենք, միշտ ենք ասել, թելադրողը նույն ուժեղ Հայաստանը։ Այնպես չի, որ ինչ որ բան գցում ենք այդ մարդկանց վրա, այդ մարդիկ էլ իրենց հարցերն ունեն, իրենց մտածելակերպն ունեն, բայց ճշմարտությունը էս է։ Այսինքն շատ բան Բայց կախված հիմա է իրենց քննարկումներ կա, օրինակ դուք տեղյակ եք երկու ընդդիմադիր ուժերի ղեկավարների միջև։ քննարկում միշտ կա, այս նույն ուժերի ղեկավարներն են ասել, բայց ընդհանուր համաձայնությունը կարծում եմ իրանք պետք է հայտարարեն, ինչ իրավիճակ է, էլի ինչ են որոշում, ինչա որոշվում։ Ես չեմ կարծում, որ ընդդիմադիր ուժերի ղեկավարների մեջ քննարկում չի կարա լինի, որտեվ այդ մարդիկ միշտ են հայտարարություններով հանդես եկել, դատելով այդ քաղաքական հայտարարություններից, որ հիմա եւս կա այդ ամեն ինչը, ուղղակի պետք է հասկանան ինչպիսի ձևով հանդես գան, որ ավելի արդյունավետ լինի։ Հիմա մանդատներից հրաժարվելն էլ ահագին խոցելի հարցեր ունի։ Ամենամանրից սկսած ամենախոշորով վերջացրած այնտեղ տարբեր օրենսդրական նորմեր գոյություն ունեն, այդ թվում այս ցուցակների 220 հոգի են, ինչքան են, բոլորը պետք է հրաժարվեն, բավուր չհրաժարվեն։ Դա մարտի գրանցել են, ասենք, վստահելով, բայց այդ մենք տեսանք Հայաստան դաշինքի նախկին ընտրացուցակի ընտրված падգամավորների մեջ անգամ դավաճան եղավ։ Գեգամ Նազարյանի օրինակով։ Հիմա պատկերացնում եք, այդ 220-ի մեջ կարող է լինեն ինչ որ ես ինչ որ մեկի չեմ ուզում Բայց մեղադրեմ։ ընտրությունների գիշերը Գեգամ Նազարյանը ԿՊ-ի շտաբում էր, չգիտես ինչի համար։ ԿՊ-ականն է բան շտաբում լիներ։ Նա դավաճան անձնավորություն է, նա շատ կեղտոտ մարդ դուրս եկավ, որը ուրացավ իր որդու արյունը, սա ուղղակի ինձ համար զավեշտալի է։ Ու անկեղծ զավեշտալի է։ Մի մարդ, որը հայտարարում էր, որ իր որդու արյան համար մեղավոր է Նիկոլ Փաշինյանը, փաստերը կան։ Տարիների ընթացքում ձուլվեց։ Ես անկեղծ ապշած եմ, Գոյրուն ջան, տեսեք, եթե տես ուղիղ ասում եմ, Նիկոլ Փաշինյան, հիմա երկրորդ ամենաբարձր պաշտոնը որն է, ՊՆ նախարար, ազգային ժողովի նախագահ, չէ՞։
Ազգային ժողովի նախագահն է երկրորդ։ Երթվում եմ վերևն Աստված կա, եթե անգամ ինձ առաջարկեն ՊՆ նախարար ազգային ժողովի նախագահ, ես Նիկոլյանցի հետ կյանքում չեմ աշխատի։ Կյանքում։ Սա ես զարմանում եմ մի հատ գյուղի ստից հաստիկի համար, մի հատ, չգիտեմ, գործի համար, մարդ ինչ կարգի պետք է Աստված սրբություն ուրացած լինի, որ էդի ամենավերը դասի։ Գնայես կարգի սրբապիղծների հետ, այդ գործի խաթի, ձեռի տա ու փորձի մի հատ էլ արդարանը։ Ես ասում եմ երկրորդ ամենաբարձր պաշտոնը սրանց հետ չեմ աշխատի, ընկեր, որովհետև ես գիտեմ, ես իմ հոգու մեջ, ես իմ Աստծո առաջ հասկանում սրանք ինչ կարգի սրբապիղծ են։ Ոնց կարելի արա հանուն պաշտոնի, ոնց կարելի է մարդ այդ կարգի անաստված լինի, անսկզբունք, որ ինչ որ գործի կամ փողի համար գնա այդ կարգի քայլերի։ Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, ոնց կարա այս տեսակի մարդ լինի։ Չէ, վերջի վերջո տենում ենք ինչեր են անում, սրա խոսացած լեքսիկոնը, սրա պահվածքը, ասենք մտելա, դրելա այն ռաբիս երկերի տակ, ոնց որ լակոտ լինի, մի հատ թուլա։ Սա վարչապետի պահվածք է։ Լավ այդ ՊՆ նախարար այդ ազգային անվտանգության տղերքերը չեն ասում, ընկեր, ես մեր գերագույն հրամանատարն, ասենք, ոսկելը նա ինչեր անում։ Ասենք, բա կարելի է այտենց պահել, ասենք, այն տիկտոկյան լակոտի պես կարելի է մարդ իրան պահի ղեկավար լինելով։ Այն ամենախուժանին, որ բերես կոստյում, շալվար հագցնես, պաշտոն տաս, կզգաստանա մի քիչ, կսթափի։ Սրանց պարագայում ես հակառակն եմ տենում, հակառակը։ Շատ լավ, հետևենք պրոցեսներին, առջևում այսօր հրապարակվելու է նաև ԲՀԿ-ի հայցերի պատասխանները, դատարանում, գիտեք, վարչական դատարանում հայցեր են ներկայացրել այդ երկու ընտրատեղամասի հետ կապված, առջևում դեռ ինձ թվում է շատ հետաքրքիր քաղաքական իրադարձություններ կան, կզրուցենք։ Շատ լավ, շատ բարի։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։